Եթե ձեզ հիմա առաջարկեն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Այս հարցազրույցից անցել է ավելի քան 7 ամիս։ Եթե ձեզ առաջարկեն գլխավորել հավաքականը, ցանկություն նման կա, եթե ձեզ առաջարկեն։ Այդ էջը փակենք, հա։ Ֆուտբոլի ժամը հաղորդման այս թողարկումից էլ անցել է 1 ամիս։ Այն ժամանակ Վարուժան Սուքիասյանը թերթեց էջը, բայց այսօր այլևս փաստ է։ Հենց Վարուժան Սուքիասյանն է նոր էջ սկսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի տարեգրքում։ Նախորդ հարցազրույցներում 59-ամյա մասնագետը միշտ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք կգլխավորի Հայաստանի հավաքականը, բայց միշտ առաջարկել է լուծումներ, պատմել, թե իր կարծիքով ինչ մարզիչ է հարկավոր մեր գլխավոր թիմին։ Նա պետք է ինքնին լիդեր լինի, կարողանա թիմը հավաքել, թիմը պետք է իրեն լսի, թիմը պետք է իրեն հասկանա, իրեն փիլիսոփայությունը պետք է տղաները լրիվ ընկալեն։ Կարճ ժամանակահատվածում ճիշտ է, մարզիչը պետք է սուր աշկ ունենա, հոտարություն այնքան լավ պետք է լինի, որ նա կարողանա կողմնորոշվի արդեն։ Բոլոր այդ որակները Վարուժան Սուքիասյանն ունի, նա ակամայից բնութագրեց իրեն։ Սուքիասյանը 21-րդ դարի Հայաստանի հավաքականի առաջին գլխավոր մարզիչներից է։ Երկրի գլխավոր ֆուտբոլային թիմը մարզել է 2000-ից 2001 թվականների ընթացքում։ Անցկացրած 17 խաղում Սուքիասյանի հավաքականը հաղթել է 3 անգամ, 7 անգամ պարտվել ու գրանցել ոչ ոքի արդյունք։ Հիմա փոխվել են ժամանակները, անցել է 1 տասնամյակից ավելի։ Գլխավոր նպատակը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլում հայտնվելն է։ Մունդիալ 2018-ն արդեն թակում է դուռը։ Այդ դուռը բացելու համար հարկավոր է պատրաստել բանալի։ Գործը վստահված է Վարուժան Սուքիասյանին։ Գրիգոր Ավետիսյան, ժամը լրատվական։